8 անձ, այդ թվում Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը ձերբակալվել են։ Քրեական վարույթն առնչվում է խոշոր չափերով կաշառք ստանալուն։ Հակակոռուպցիոն կոմիտեն պարզել է, որ Վարդան Ղուկասյանը եւ քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը տեղեկանալով, որ քաղաքացին Գյումրիի Գարեգին Նժդե փողոցի 1 կոտորակին հասցեում կառուցել է շուրջ 1500 քառակուսի մետր մակերեսով ինքնակամ շինություն, համաձայնության են եկել քաղաքացու հետ մտնել կոռուպցիոն գործարքի մեջ։ Իրավապահ կառույցը հրապարակել է ձայնագրություններ։ Make it again and since we didn't kill you, again is parliament could be you. Just me on the body. The full up you come $4 միլիոն դրամ կաշառքի դիմաց խոստացել են կառուցված ինքնակամ շինության քանդման ուղղությամբ միջոցներ չձեռնարկել, ավելին կազմել շինությունն իբրև քանդված եւ նոր կառուցված լինելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր եւ օրինականացնել այն։ Գլխավոր ճարտարապետը պայմանավորվածությունն իրագործելու համար քաղաքապետի իմացությամբ հանդիպումներ է ունեցել ինքնակամ շինությունը կառուցած քաղաքացու հետ, քննարկել շինությունն օրինականացնելու գործընթացի մանրամասները, ինչպես նաև պահանջված գումարը փուլային, գործողություն գումար սխեմայով մաս-մաս փոխանցելու հանգամանքները։ Քրեական վարույթով տվյալներ են ստացվել նաև, որ հանցավոր խմբի անդամները իրենց կոռուպցիոն գործողությունների գաղտնիությունը ապահովելու համար թիրախավորել են Գյումրիի Ավագանու իրենց համար ոչ ցանկալի անդամներին։ Հաշվարկը եղել է հետևյալը՝ նրանց վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններ հավաքել եւ շանտաժի միջոցով վերահսկելի դարձնել։ Բացի այդ, քրեական վարույթի նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ Վարդան Ղուկասյանը նախաձեռնել է փաստացի իր կողմից օգտագործվող եւ համայնքի հաշվեկշռում գտնվող հողամասն արհեստական հիմքերի ստեղծմամբ իր ներգրաված անձի անվամբ սեփականաշնորհելու եւ իր մերձավոր ազգականին պատկանող ինքնակամ կառուցված շինությունն օրինականացնելու նպատակով պաշտոնեական փաստաթղթեր կեղծելու գործընթաց։ Ավելին, տվյալներ են ստացվել նաև, որ գլխավոր ճարտարապետը եւս 6 դեպքով ապօրինի գործողություններ կատարելու դիմաց մի շարք քաղաքացիներից տարբեր չափերով կաշառք գումարներ է ստացել։ Կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու համար աշխատանքները շարունակվում են։ Վարդուհի Արզումանյան, լուրեր։